Կերաս, հրաշք, գիտեք ինչքան առողջ արարը, անգամ նրանք, որոնց մոտ կա սակավարյունություն, չափից ավելի առողջ արարը, որովհետև կա միկրոէլեմենտների հզոր քանակություն, որը շատ լավ մարսվում է օրգանիզմի կողմից և հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով։ Յուրաքանչյուրը, եթե օգտագործում է կերաս, ապա անպայման պետք է ուտի սոված վիճակով, որովհետև եթե օգտագործում է մսեղեն հետո կերաս, ապա այն վերին շերտում մնալով ստամոքսի թթվում է խմորման պրոցեսը երկար է տևում և այն վեր է ածվում սպիրտային ալկոհոլի, որը և ազդում է լյարդի վրա։ Դրա համար իմ շատ սիրելի ժողովուրդ, սկզբից օգտագործում ենք միրգը, հետո նոր դժվար մարսվող սնունդը։ Այն մարդը, որը ունի աղիների խնդիր, պետք է օգտագործի կերաս, որովհետև այն խթանում է աղիների աշխատանքը և աղիները գործում է նորմալ։ Իհարկե, պետք է յուրաքանչյուրը օգտագործի այն միրգը, այն հատապտուղը, որը տալիս է բնությունը գարնանը, վաղ գարնանը, որովհետև ձմռանը մենք օգտագործում ենք տարբեր տեսակի սնունդ, կամ պահածոյացված, կամ պահված որևիցե պահոցներում, իսկ կերասը անտիր, հրաշք, միկրոէլեմենտներով հարուստ և օգտագործում ենք համեղ է շատ, թփերով դուրս եկավ, հիմա կասեք Տիկին Վահանյան, բժշկուհի ջան, այդպես չենք հաղում, այսպես ստացվեց, կներեք ինձ, ժողովուրդ ջան, ամեն մի թերություն էլ մի տեսեք, խնդրում եմ, որովհետև ես ձեր համար ուզում եմ մատուցել այն, ինչը որ առողջ արար է, եղեք առողջ։